Բարև ձեզ սիրելիներս, այսօր 31 է մարտի 25 թվական, ուզում եմ նորից ասել, որ մենք ապրում ենք վերջին ժամանակների վերջին օրերում, և այդ մասին ասում եմ ես ու իմ նման Հիսուս Քրիստոսի շատ զավակներ, ում որ ընտրել է Տերը, որպեսզի խոսենք այն, ինչ ինքն է ուզում, ոչ թե որ մենք ենք ուզում, ուզում եմ ինձ լսող մարդիկ հասկանան, որ ես չեմ խոսում իմ անձից և չեմ խոսում ինչ-որ բաներ, որ իմ ուղեղն է թելադրում, ես խոսում եմ այն ամենը, ինչ որ Սուրբ Հոգին է ուզում, չէ որ Սուրբ Հոգին է գործում իմ մեջ և մյուս այն զավակների, ովքեր լցված են Սուրբ Հոգով և ընտրված են նրա կողմից ծառայության, և երբ դու իրոք ծառայում ես Տեր Հիսուս Քրիստոսին, երբ դու իրոք գնում ես Հիսուս Քրիստոսի հետևից, արդեն քո անձը չի գործում, դու թողնում ես քո անձը, դու ամբողջովին դառնում ես Տիրոջը, պատկանում ես Տիրոջը և քո մեջ գործում է Տերը և ոչ թե դու ինքդ, Տիրոջ կամքն է գործում, ոչ թե քո կամքը և Սուրբ Հոգին է ուղղորդում, առաջնորդում և խոսում մեր շուրթերով։ Հիմա ուզում եմ ասել այն խոսքը, որ երեկ մարտի 30-ին աղոթքի վերջում ինձ ասաց Աստված, ինձ ասաց Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա ասաց. ասա իմ զավակներին, որ ես գալիս եմ, ոչ մի բառ ավել, ոչ մի բառ պակաս, ասա իմ զավակներին, որ ես գալիս եմ, ինչպես ասել է Տերը, ես փոխանցում եմ ձեզ։ Մեզանից շատերը շատ լավ գիտեն, որ շուտով հափշտակությունն է եկեղեցու, բայց ցավոք շատ մեծ մասը մարդկանց նույնիսկ չգիտեն եկեղեցին և եկեղեցու հափշտակությունը դա ինչ է։ Ես էլ մի տարի առաջ չեմ իմացել եկեղեցու հափշտակության մասին, բայց ինձ այդ ամենը ցույց է տվել և սովորեցրել է Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուզում եմ ասել, որ Տերը ընտրում է իր զավակներին և նրանց դնում է ծառայության, և պետք չի ծաղրել, պետք չի չհավատալ, մտածել, որ եթե ինչ-որ մեկը քահանա չէ, ուղղակի սովորական ինչ-որ մի աղջիկ է, տղա է, կին է, տղամարդ է, բայց Հիսուսի զավակն է, վեր է կացել ու խոսում է Հիսուս Քրիստոսից, ուրեմն նա դրա իրավունքը չունի։ Շատերը գրում են, ասում են իմ նման մարդկանց, որ մենք պետք է չխոսենք, հասկացեք, դուք կանգնում եք Աստծու դեմ և ասում եք մի խոսիր քո այս զավակի միջով։ Սուրբ Հոգին է ընտրում ում միջով խոսի և ինչ խոսի։ Նորից եմ ասում, երբ մենք իրոք Աստծու ծառան ենք, մեր խոսքը չի, Տիրոջ խոսքն է մեր շուրթերից դուրս գալիս։ Ես այստեղ եմ հիմա, ես խոսում եմ հիմա, որպեսզի պատմեմ ձեզ եկեղեցու հափշտակության մասին և խնդրում եմ ձեզ, տարածեք, ովքեր որ հավատում են, եթե դուք լսում եք ու չեք հավատում, ուղղակի աղոթեք Տիրոջը, հարցրեք Տեր Հիսուս Քրիստոսին. Տեր, ինձ առանձին, հենց ինձ անհատապես խնդրում եմ, ցույց տուր, բացատրիր ինչ-որ մի կերպ, արդյոք այս ամենը ճիշտ է և ինչ է այդ եկեղեցու հափշտակությունը, դու ինքդ ինձ ցույց տուր։ Խնդրեք Տիրոջը և նա ձեզ ցույց կտա, նա ձեզ կպատմի, նա ձեզ կառաջնորդի, նա ձեզ կուղղորդի։ Լսեք ինձ, չեք ուզում մի հավատացեք, հավատացեք Տիրոջը, խնդրեք նրան, նա միևնույնն է կպատասխանի ձեր հարցին և դուք կիմանաք ճշմարտությունը։ Իսկ հիմա ես ուզում եմ ասել. եկեղեցին, որը հափշտակվելու է, Տեր Հիսուս Քրիստոսի այն զավակներն են, ովքեր ամբողջովին պատկանում են Հիսուս Քրիստոսին, ովքեր թողել են իրենց անձը, վերցրել են խաչը իրենց և քայլում են Տեր Հիսուս Քրիստոսի հետևից։ Եկեղեցին այդ զավակներն են։ Ինչ է հափշտակությունը։ Հափշտակությունը սա է, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել է մեզ հարություն։ Հիշում եք, նա խոստացել է մեռելներին հարություն տալ, իսկ կենդանիները վերցվելու են երկրից։ Նրանք, ովքեր կենդանի կլինեն այդ պահին, երբ գա Տեր Հիսուս Քրիստոսը իր եկեղեցու հետևից հափշտակության, ովքեր կենդանի կլինեն, կվերցվեն իրենց մարմիններով երկրի վրայից և երկնքում կհանդիպեն Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ մեռելները հարություն կառնեն և նորից կառնեն իրենց, կստանան իրենց մարմինները և կհանդիպեն Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա մեզ դա խոսք է տվել և շուտով այդ ժամանակն է,
Աստվածաշնչում կա այդ մասին, որ Տերը գալու է մեր հետևից։ Մենք ապրում ենք վերջին օրերում, աշխարհի վերջին օրերում։ Շատ շատեր գեր զբաղված են իրենց գեր հետաքրքիր կյանքով, բայց այդ գեր հետաքրքիր կյանքը, որ լեցուն է ամեն տեսակ նյութական, մարմնական, ֆիզիկական հետաքրքրություններով, չարի խապկանքն է։ Չարը շատերին ուղղակի այնքան է խաբել ու զբաղեցրել եւ նոր ու նոր հետաքրքիր առաջարկներ է արել։ Այդ մարդիկ ապրում են ինչ-որ հորինած աշխարհում, որ կապ չունի հիմիկվա ներկա իրականության հետ։ Աշխարհը փուլ է գալիս, աշխարհը շուռ է գալիս, Աստծո դատաստաններն են աշխարհի վրա, բայց շատերը ուղղակի ապրում են իրենց հորինած, գեղեցիկ, կոմֆորտ, հարմարավետ, գեր ժամանակակից ինչ-որ կյանքով։ Եվ երբ նրանց փորձում ես ինչ-որ բան ասել Հիսուս Քրիստոսի մասին, եկեղեցու հափշտակության, վերջին օրերի, նրանց պատասխանները ուղղակի միայն ցավ են պատճառում, որ դու հասկանում ես, որ չեն ուզում փրկվեն մարդիկ, չեն ուզում փրկվեն, ուզում են իրենց հորինած աշխարհը տեսնեն, իրենց երկիրը, նյութը, հողը իրենց շատ պինդ է բռնում, նրանք երկրին են պատկանում, չեն ուզում Աստծո մասին լսել, չեն ուզում ընդունել, հավատալ, չեն ուզում փոխվել, մի փոքր մաքրվել, բարյանալ, ընդառաջ գնալ Աստծուն, չեն ուզում։ Բայց աշխարհի վերջին օրերն են, աշխարհը ուղղակի քանդվում է։ Ինչքան էլ որ դուք փորձեք ձեզ խաբեք, դա շատ կարճ է տևելու։ Հետո ամենածանր վիճակում դուք եք հայտնվելու, նրանք ովքեր որ չեն ուզում Աստծուն նայեն։ Աստված իմ նման մարդկանց բերանով ամեն օր փորձում է ձեզ ասել, խոսել, փրկել, բայց դուք չեք ուզում, դուք մեջքով եք կանգնում Աստծուն։ Բայց ձեր այդ կյանքը, որ դուք ստեղծել հորինել եք, որտեղ որ սատանան ամեն նյութական ցանկություն, որ դուք ունեք, մարմնական, ձեզ տալիս է, որ ձեզ ավելի ու ավելի հեռացնի Աստծուց։ Խնդրում եմ մարդիկ, ուղղակի տարածեք, պատմեք մյուսներին, որ շուտով եկեղեցու հափշտակություն է։ Թող չհավատան։ Նրանցից շատերը չհավատալով Աստծուն կդիմեն։ Աստված նրանց ցույց կտա։ Շատերը չեն հավատա, կլինի հափշտակություն, գոնե այդ ժամանակը հավատան ու կհասկանան ինչ անեն։ Որովհետև հափշտակությունից հետո երկրի վրա մնալու են քրիստոնյաներ, ովքեր փրկվելու են, բայց ոչ մեր պես արդեն։ Նրանք իրենց կյանքը պետք է տան, իհարկե մարմնի կյանքը, ոչ թե հոգու, որ հոգու կյանքը եւ հետո իհարկե մարմնի նորից փրկվի։ Ընդունելով Քրիստոսին, նրանք մահապատժի են ենթարկվելու, բայց այդպիսով նրանք փրկվելու են, հայտնվելու են Տիրոջ մոտ։ Հափշտակությունից հետո ովքեր որ կընդունեն ների նշան այլևս երբեք չեն ունենա փրկություն, բայց ովքեր որ չեն ընդունի, բայց կսպանվեն, կփրկվեն։ Եվ կլինեն նաև մարդիկ, ովքեր այդ 3.5 տարին Աստծո օգնությամբ կկարողանան փախչել, փրկվել, բայց դա այնքան դժվար է լինելու, որովհետև այնպիսի բարձր զարգացած գեր տեխնոլոգիաներով է գազանը, որ շուտով իշխանության է նստելու, ապահովել իրեն, որ փախչել, թաքնվելը ամենաանհնարինին մոտ բան է լինելու, բայց լինելու են փրկվողներ, մարմնով փրկվողներ, թե որ քարանձավներում, որ գետնի տակերում պիտի նրանք թաքնվեն, դա գիտի միայն Աստված եւ կօգնի նրանց։ Երբ լինի հափշտակությունը, Սուրբ Հոգին որոշ ժամանակ մնալու է երկրի վրա, որ այն սխալվածները, ովքեր հիմա չհավատացին, ովքեր Հիսուս Քրիստոսին չընդունեցին, բայց այն ժամանակ կհասկանան իրենց սխալը, նրանց որպեսզի ուղղորդի, դրա համար Սուրբ Հոգին մնալու է երկրի վրա։ Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ խմբեր են կազմվելու, այն քրիստոնյաներից, ովքեր այդ ժամանակը հասկանան, թե ինչ տեղի ունեցավ, խմբեր են կազմվելու։
Նաև ուզում եմ ասել, որ շատ հովիվներ եւ քահանաներ չեն հափշտակվելու, մնալու են երկրի վրա։ Եվ այդ ժամանակ նրանցից շատերը նոր կդառնան իսկական ծառա Աստծուն եւ կփորձեն իրենց չարածը ուղղել եւ ծառայել իրոք Աստծո զավակներին, ովքեր մնացին երկրի վրա եւ Սուրբ Հոգու օգնությամբ ընդունեցին Հիսուս Քրիստոսին։ Դա տեղի է ունենալու հափշտակությունից հետո։ Դա տեղի է ունենալու։ Շատ են հոգևոր ծառաներ իբր, ճակերտավոր ծառաներ եւ սպասավորներ երկրագնդի վրա, որ չեն հափշտակվելու, որ իրենց թվում է իրենք ճիշտ են, բայց այդ օրը, այդ ժամին, այդ վայրկյանին մեծագույն ցավն են ապրելու, տեսնելով, որ իրենք սխալ էին, որովհետև իրենք ապրեցին մի ամբողջ կյանք, այդպես էլ չճանաչեցին նրան, ում իբր ծառայեցին։ Հիմա խնդրում եմ մարդիկ, տարածեք, մենք չպետք է մեր մասին մտածենք միայն, որ մենք հափշտակվենք։ Եթե դու մտածում ես քո մասին ու մտածում ես, որ դու լավ քրիստոնյա ես, Հիսուսը քեզ շատ է սիրում, ու դու իր այն ամենալավ զավակներից մեկն ես եւ դու հափշտակվելու ես, դու արդեն ուրեմն սխալվում ես եւ շատ է հավանականությունը, որ դու չես հափշտակվի, որովհետեւ այն մարդը, ով մտածում է իր մասին, նշանակում է նա հենց միայն իր մասին կամ ամենաշատը իր մասին եւ այդպես ապրում է, նշանակում է դու քո անձը չես կորցրել, դու քո անձը չես դրել մի կողմ, դու դեռ ունես քո եսը, որով առաջնորդվում ես, դու չես առաջնորդվում Հիսուսով, որովհետև Հիսուսով առաջնորդվողը մտածում է բոլորի մասին եւ իրենից շատ մյուսների մասին է մտածում։ Եթե դու մտածում ես, որ դու լավն ես, ճիշտ ես ու հափշտակվելու ես, իմացի շատ մեծ է հավանականությունը, որ դու չես հափշտակվելու։ Բայց եթե դու ամեն օր քեզ զգում ես անարժան եւ քայլում ես Տիրոջն ընդառաջ, ինչպես նաեւ նրա հետևից, երկուսն էլ խնդրում ես նրան, որ քեզ ների մաքրի արժանացնի, բայց քեզ զգում ես անարժան, դու հափշտակվելու ես։ Քո հնարավորությունը, հավանականությունը, որ դու կհափշտակվես, շատ մեծ է, որովհետև դու ամեն օր աշխատում ես քո վրա եւ խնդրում ես Տիրոջը, որ քեզ մաքրի եւ արժանացնի։ Իսկ նա ով կարծում է, որ ինքը արդեն արժանի է, արդեն քո եսն է խոսում քո մեջ։ Քո հափշտակվելու հավանականությունը փոքրանում է։ Դրեք ձեր անձը մի կողմ։ Իրոք ձեր անձը մոռացեք եւ ապրեք ու շարժվեք Հիսուս Քրիստոսով։ Շուտով հափշտակությունն է։ Պատմեք մարդկանց, ովքեր որ հավատում են հափշտակությանը, պատմեք մարդկանց։ Պատմեք Հիսուս Քրիստոսի մասին։ Մեր երկրում մենք քրիստոնյա, առաջին քրիստոնյա ազգը, մի ազգ, ով դարերով, հազարամյակով կոտորվեց, սպանվեց, բայց քրիստոնեությունը չվերացավ մեր մեջ։ Միևնույն է, մենք հեռու ենք Աստծուց այնքան, որ մեզանից շատերը չգիտեն, որ Հիսուս Քրիստոսը Աստված է։ Չգիտեն, որ Հիսուս Քրիստոսը եղել է ի սկզբանե Հայր Աստծու հետ եւ Սուրբ Հոգին ի սկզբանե ամենասկզբում երկնքի ու երկրի արարումից առաջ։ Շատերը ասում են Հիսուս Քրիստոսը Աստծու որդի է եւ միջև վերջ տանում են իրենց սխալ կարծիքը, սխալ միտքը, սխալ գաղափարը։ Աստծու որդին ինչպես կարող է լինել ուրիշ մեկը, եթե ոչ Աստված։ Ինչու եք դուք ձեզ խաբում եւ թույլ տալիս, որ սատանան ձեզ խաբի։ Դուք երբեք չեք փրկվի։ Հիսուս Քրիստոսը Աստված է եւ վերջ։ Դրանից այն կողմ, եթե դուք ինչ-որ կարծիք ունեք, ես ձեզ ասում եմ, դուք երբեք չեք փրկվի։ Երբեք չեք փրկվի, ինչ ուզում է անեք, դուք երբեք չեք փրկվի։ Մեզանից շատերը չգիտեն Սուրբ Երրորդության մասին, որ գոյություն ունի Հայր Աստված Տեր Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին մարդիկ, ձեզանից շատերը չգիտեն ինչ է, ով է, ինչ որ վերացական բան է մարդկանց թվում։ Նրանք, ովքեր պետք է բացատրեին, մեզ չեն բացատրել։ Կամ լավ չեք բացատրել։ Սուրբ Հոգին Հայր Աստծու եւ Տեր Հիսուս Քրիստոսի Հոգին է, ինչպես որ մեր հոգին է, մեր հոգին։
Նա առանձին անձ է։ Նա գործում է երկրի վրա, յուրաքանչյուրիս հետ, յուրաքանչյուրիս համար ապրում է իր ամեն վայրկյանը, որպեսզի մենք փրկվենք։ Եթե դուք Սուրբ Երրորդության մեջ ինչ որ մի սխալ անեք այդ ճշմարտության մեջ, դուք չեք փրկվի։ Ինչ ուզում է ինձ ասեք հիմա, ինչ ուզում է խոսեք, ոնց ուզում է հաստատեք, ճշմարտությունը մեկն է։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոս Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Նորից եմ ասում, դրանից մի փոքր, մի կես միլիմետր, ես չգիտեմ ինչ չափի փուճուրիկ շեղում դուք չեք փրկվի։ Եվ ինչ ուզում է ինձ կամ մյուս մարդուն, ով այս ճշմարտության մասին խոսում է, ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք համոզեք, չկա ուրիշ ճշմարտություն, մարդ չի կարող վերցնել եւ ճշմարտությունը փոխել։ Ճշմարտությունը մեկն է, Աստծո ճշմարտությունն է։ Դուք ձեզ եք վնասում։